Վարույթի ընթացքում ներկայացնում է, որ ինչ-որ մեկը փախել է։ Պաշտպանության հավաքականության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը ձեզ նպատակարար չի գտնում ընդունել։ Այսինքն միայն ինձ նպատակարար չի գտնում, ուրիշ քաղաքացիների Այո, նկատելվածից ծափ ունենք 7 քաղաքացի։ Շնորհակալություն դերակատարության համար։ Սպասեմ երբ պարոն Նազարյան։ Հիմա ասենք թե ես որ վարորդ ելնեի, Արմեն Խաչատրյանն էր պատգամավոր չլներ գայիշնիկ։ Ես որ մի բան արածելնեի, խախտում արածել ինքը կանգնեցնելու էր ու իր խասյաթի համաձայն կարող է նաև ինչ-որ մի ձևի բան առաջարկեր, չէ՞։ Բա հիմա եթե ինքն է խախտում անում, ես սրան ինչ անեմ։ Մեր դիմում է մեր ասեք ինչ կարամ անեմ, ես Արմեն Խաչատրյան, եթե ինքը պատգամավոր է, ունի պարտականություն քաղաքացու ընդունելու, ու իր պարտականությունը չի կատարում, ինչ պիտի անենք մենք այդ պատգամավորներին։ Այսինքն պիտի թողնենք ինքը փող է ստանում իմ վճարած հարկերից, իմ չստացած եկամուտներից, չէ՞։ Ասեք ուրիշ որևէ պայմաններում մարդկային Արմեն Խաչատրյանն ինձ հետաքրքիր չի։ Ոչ իր ինտելեկտուալ կարողությունները, ոչ մարդկային, ոչ մասնագիտական ինձ հետաքրքիր չի, որ ես իր հետ որևէ առիթով հանդիպեմ։ Ես նույնիսկ չգիտեմ, որ ինքն է ընդունելություն անցկացնում։ Ես եկել եմ հանրային պաշտոնյայի մոտ ընդունելության։ Բայց նա իր պարտականություն չի կա։ Մենք հիմա ինչ անենք սրանց։ Իրանք ասա, իր մեջ այս վարքագիծը արկածախնդրությունը հասկանում եք, իրանք ոնց որ հրահրի բան, լարվածություն, կոնֆլիկտ, չէ՞։ Ասենք նաև այս ամեն ինչի հետ միասին նաև մարդկային գործունեությունը, չէ՞, ասենք օրինակ նաև ով է քաղաքացին, ով խնդրում է հանդիպում ընդդենք Արմեն Խաչատրյանի հետ։ Իմ կենսագրությունը, որ դնենք Արմեն Խաչատրյանի կենսագրության հետ, դες համեմատության մեջ 3-ից 4 կենսաբանական կյանք ինքը որ ապրի, իմ ձեռքբերումների հաջողությունների կեսը չի կարող ունենա։ Ասենք Արմեն Խաչատրյանը, որ մեջտեղից ճղվի, ոչ մի գիտությունների տեխնացու չի կարող լինի։ Ու ինքը հիմա մերժում է գիտությունների տեխնացու դոցենտի հետ հանդիպումը։ Երբ որ այդ իր կյանքում այլ պա, եթե Հայաստանում ադրբեջանա-թուրքական հեղափոխություն չլներ, ասենք գայիշնիկի, իր գայիշնիկ եղած ժամանակ ես մարզպետ եմ ելել։ Գայիշնիկի մարզպետի հետ հանդիպում կներ իրադարձություն իր կյանքում։ Մինչև իր պատգամավորը ելը ես դեսպան եմ եղել։ Պետության ղեկավարները ինձ դիմել են որպես նորին գերազանցություն իմ պաշտոնավարման շրջանում։ Արմեն Խաչատրյանի իմ հետ որևէ հանդիպում իրադարձություն պիտի լեր իր կյանքում։ Հասկանում եք ինչ անոմալիայի հետ մենք գործ ունենք հիմա։ Ովքեր են մեր փոխարեն որոշումներ կայացնում, ինչ որոշումներ են կայացնում եւ ոնց են փախնում պատասխանատվությունից իրենց կայացված որոշումների։ Նազարյան, հաջորդ հանդիպումը նախատեսված է ժամը 5-ին, ներողություն, ժամը 3-ին 15:00-ին։ Ասելու եք, թե արդեն գիտեք որ։ Չէ, այս ընթացքում ես հանդիպում ունեմ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովն է, ժամը 3-ին կներկայանամ նորից։ Ես պարտաճանաչ ներկայանում եմ բոլոր հանդիպումներին, անկախ իրենց վերաբերմունքից։ Վերադառնալով Պարակարի համայնքապետից է կիսական։ Հա, նայեք, այդ Նարեկ